Վաղ կար սկվազնյակ կոչվածից, հիմա հակառակը չէ, ասում են հաճախ օդափոխել, դուռ պատուհան թող բաց լինի, որովհետև ընդհակառակը վիրուսները փակ եւ տաք տարածքներում են տարածվում եւ ոչ թե հակառակը։ Միանշանակ միջանցիկ քամիները ոչ մի ձևով չեն վնասում երեխային, նաեւ կցանկանայի խոսել օթորակիչների մասին, կոնդիցիոներ կոչվածը, օթորակիչները նույնպես վնաս չեն երեխային, ավելի վնաս է երեխային բարձր ջերմաստիճանը, քան օթորակիչը, ուղղակի այստեղ մի բան պետք է հիշենք, որ օթորակիչը ուղիղ պետք չէ որ փչի երեխայի վրա, երեխային հակառակ կողմում կարող ենք պահել, բայց ցածր ջերմաստիճանային պայմաններում, քանի որ եթե ջերմաստիճանը բարձր է, երեխան անընդհատ քրտնում է, իսկ քրտինքի հետ նա կորցնում է օրգանիզմի համար կարևորագույն միկրոէլեմենտներ, իր աղերը, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, մի խոսքով նա կորցնելով այդ աղերը քրտինքի միջոցով օրգանիզմում ստեղծում է դիսբալանս, որն էլ նպաստում է հաճախակի հիվանդություններին։ Բայց կարծիք կա, թե մրսելուց է երեխան հիվանդանում, ասում են կմրսի կհիվանդանա։ Դա նույնպես միֆ է, կա ժողովրդի մեջ տարածված երկու բան՝ մրսածություն եւ հիվանդություն։ Բժիշկներն էլ են շատ հաճախ որոշ հիվանդության տեսակներին ասում մրսածություն։ Եթե մենք տարանջատենք գրիպները, կան գրիպի բազմաթիվ ծանր տեսակներ եւ կան թեթև տեսակներ, ընդհանրապես արտահայտվում է ցածր ջերմությամբ ու հնարավոր է նաեւ մինչեւ 38.5 ջերմություն լինի թեթևակի հարբուխով, կոկորտի ցավով, այսինքն վիրուսին բնորոշ թեթև ախտանշաններով եւ անցնում է 2-3 օրվա ընթացքում։ Այդ C տեսակի թեթև գրիպներին մենք սովորենք անվանել մրսածություն։ Ինչ է կատարվում, երբ մարդ արդեն վիրուսով վարակվել է, լինի դա երեխա, թե լինի մեծահասակ, առաջին ախտանշանը լինում է դողը, հաջորդում է ջերմությունը, քթահոսությունը եւ այլն, մարդկանց թվում է, թե մրսեց, դողից հետո հիվանդացավ, բայց դա իրականության մեջ ինքը արդեն հիվանդացել է եւ արդեն առաջին ախտանշանը ի հայտ եկավ, ինքը սկսեց մրսել։ Այսինքն մրսածություն անվանում են ոչ թե որովհետև երեխան մրսեց հիվանդացավ, այլ որովհետև իր արտահայտման սկզբնական ձևը դողն է։